Սիրելի իմ ժողովուրդ, տեսեք եղինջ, եւ եղինջը այնքան ընտիր է, այնքան դեռևս մատղաշ, սիրուն, դալար, տեսեք նույնիսկ այն չի ծակում ձեռքերը, իմ հրաշք ժողովուրդ, կարելի է եղինջը օգտագործել ամեն ինչի համար, եւ ողողումների բերանի խորոչը եւ մազերի թուրմը օգտագործելու, եթե կամ մազաթափություն կամ թեփեր եւ կարելի է օգտագործել այսպես թարմ, հենց այսպես անում ենք եւ օգտագործում մի փոքր աղով այն որպես վիտամինների քանակություն եւ եթե ասեմ անհրաժեշտ է նաեւ օրգանիզմին, որովհետեւ նրա մեջ կա վիտամին կան անհրաժեշտ է նրանով, որ եթե վիտամին կան մեր օրգանիզմում արյան մեջ չլինի, ապա որևիցե միտեղ մաշկը քերծվելուց հետո ամբողջ արյունը կհոսի եւ այն չի մակարդվի։ Բացի այդ, միկրոէլեմենտների, վիտամինների հզոր քանակություն բջջանյութ, որը խթանում է եւ աղեստամոքսային տրակտի աշխատանքին, եւ սրտի աշխատանքին, եւ իմ շատ սիրելի ժողովուրդ, այն անհրաժեշտ է իր վիտամինների քանակով։ Նրա մեջ կա բջջանյութ, որը չի մարսվում աղիների կողմից եւ իհարկե օրգանիզմից հեռացնում է խարամները եւ իջեցնում եւ արյան ճնշումը եւ սրտի աշխատանքը կարգավորում եւ խոլեստերինի քանակությունը իջեցնում։ Իմ սիրելի ժողովուրդ, այս պահը երբեք բաց մի թողեք, ինչպես պետք է անենք, հենց այսպես, երման ջուրը լցնում ենք վրան, այնուհետև քամում, թողնում ենք ընդամենը 2-3 րոպե, երման ջուրը վրան եւ ջուրը քամելուց հետո մի փոքր աղ, մի փոքր սև բիբար, կարող եք սոխ ավելացնել կտրատած եւ ձեթ խնդրում եմ ավելացրեք այն ձեթը, որը ձեր սրտին մոտ է, օրինակ ես սիրում եմ կանեփի յուղը, որը չափից ավելի համ է տալիս հոտ եւ ամենակարևորը եւ ուռուցքային բջիջներն է վերացնում օրգանիզմում եւ նաեւ օմեգա 3-ի եւ 6-ի հզոր քանակություն, մանավանդ, որ հիմա մսեղեն չենք օգտագործում, պահքի շրջան է եւ օգտագործեք այս հրաշք բույսը։ Ես սիրում եմ օգտագործել, իսկ դուք սիրելիներս ամեն տեղ կա։ Խնդրում եմ, մեկնաբանեք, դուք չեք սիրում նման խոտաբույսեր։